Համաշխարհային երկրորդ պատերազմում Խորհրդային Միության եւ Արևմտյան դաշնակիցների տարած հաղթանակի 80-ամյակի առիթով է ուղերձել Նիկոլ Փաշինյանը։ Եռատոն Շուշիի ազատագրում բառերը հնարավոր չէ գտնել Հայաստանի վարչապետի ուղերձում։ Այսօր աշխարհը նաև առերեսվում է նացիզմի, ֆաշիզմի, տոտալիտարիզմի եւ դրա բոլոր դրսևորումների վտանգավորության հետ, որը հակոտնյա է անհատի, ժողովրդի, պետության, ազատության եւ երջանկության հետ։ Ջնջում է պատմությունը Փաշինյանը, նացիզմից սահուն անցնում 2025 թվական, իր բառերով իրական Հայաստան։ Գրեթե նույն ապագա կայի վստահությամբ հայտարարում է, խաղաղություն լինելու է։ Իհեճուկս բոլոր ներքին եւ արտաքին սադրանքների Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջև պատերազմ չի լինելու է խաղաղություն։ Յուրաքանչյուր հաղթանակ ձեռք է բերվում հավատքով, անդուլ մաքարումով եւ փորձությունների դիմակայումով։ Շնորհավորական ուղերձում ամենայն հայոց կաթողիկոսը հայրապետական սերն ու օրհնությունն է հղել հայրենական մեծ պատերազմի վետերաններին, Արցախյան պատերազմի մասնակիցներին եւ աշխարհասփյուր հայերին։ Գարեգին II այսօր հաղթանակի զբոսայգի է այցելել, երբ այնտեղից հեռացել են իշխանության ներկայացուցիչները։ Նա ծաղիկներ է խոնարհել ու աղոթք բարձրացրել անմար կրակի մոտ հայրենական մեծ պատերազմի 80-ամյակի Շուշիի ազատագրման, Պաշտպանության բանակի հիմնադրման հիշատակության նվիրական օրվա համար։ Աղոթել է նաև Բաքվում պահվող գերեվարված հայորդիների համար։ Աղոթք բարձրացրեցինք այցելով երկնավորից նաև, որ զորացնի մեր ժողովրդին։ Դիմագրավելու իր կյանքի բոլոր դժվարությունները, արկա բոլոր մարտահրավերները դիմակայի մեր քաջարի զավակների արույության ոգով եւ առհայրենին սիրով կերտի, բարեշեն դարձնի հայրենի մեր երկիրը և բարոր մեր ժողովրդի կյանքը։ Թող Աստծո սերը, շնորհը միշտ ուղեկից լինի մեր ազգին այսօր և հավիտյան։ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը օրվա ուղերձում հիշեցրել է մեր երբեմնի փառահեղ հաղթանակների մասին ու վստահություն հայտնել, որ ապագայում ավելի հզոր Հայաստան է կառուցվելու։ Շնորհավոր մայիսի 9, հարգելի հայրենակիցներ, վստահ եմ, որ մեր փառահեղ հաղթանակների եւ ծանր կորուստների դասերը մեզ ուժ են տալու եւ միասին կառուցելու ենք ավելի հզոր եւ խաղաղ Հայաստան։ Ադրբեջանի կողմից պետական մակարդակով ազգային ատելության սերմանման, ցեղասպանական քաղաքականության, հոգևոր եւ մշակութային ժառանգության անպատիժ ոչնչացման դեմ այսօր էլ պայքարում է հայ ժողովուրդը, գրել է երրորդ նախագահը։ Մայիսի 9-ին մենք տարիներ շարունակ նշել ենք մեր նվիրական եռատոնը։ Ցավոք տոներից երկուսը, որոնք մեր վերջին տասնամյակների փառահեղ հաղթանակների վկայությունն էին, Շուշիի ազատագրման եւ Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձը, մսխված են Հայաստանի գործող կառավարիչների ապազգային քաղաքականության հետևանքով։ Լիլիթ Խալաթյան, Հարություն Մաթևոսյան, Անի Ղանդիլյան, Հայլուր։